Տեղում ինձ թվում է պարզ կլինի, ինչպիսի արձագանք է գտել, ասենք, մեր այդ խնդրանքը։ Ադրբեջանցիների հետ երևանյան հանդիպման ընթացքում հայաստանցի փորձագետները ցանկություն են հայտնել Բաքու այցելության ժամանակ հանդիպել հայ գերիներին։ Ազատությանը փոխանցեց Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպմանը մասնակցած Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի ղեկավար Բորիս Նավասարդյանը։ Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարում են հաստատված խաղաղության մասին, բայց Բաքուն շարունակում է 23 հայ գերիներին պահել իր բանտերում։ Սեպտեմբերին ԱԱԾ պետի Բաքու այցից կար ակնկալիք, որ Անդրանիկ Սիմոնյանը հայ գերիներին գոնե կտեսակցի, բայց ոչ մի այդպիսի տեղեկություն չհաղորդվեց։ Մեր ցանկությունը ակնհայտ է եւ բնականաբար այն հնչեցվել է, բայց մենք հասկանում ենք, որ դա այն մարդկանց լուծելիք հարցը չի, որոնք այցելել են Երևան, բայց որ իրենց միջոցով մեր ցանկությունը Բաքու այցելությունը օգտագործել նաև այս նպատակով հասցվել է տեղ։ Թե ինչպես կլինի, ես կարծում եմ մինչև մեր գնալը մենք չենք իմանալու։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն է շաբաթվա սկզբին ասել, որ մոտ ժամանակներում Հայաստանի քաղաքասարակության ներկայացուցիչները փոխադարձ այցով կմեկնեն Բաքու։ Ադրբեջանցիները հոկտեմբերի 21-22-ին էին Երևանում։ Թե կոնկրետ օրը երբ կկազմակերպվի Բաքու այցը, Նավասարդյանն ասաց, ժամկետները միայն վերջին պահին պարզ կդառնան։ Բայց գերիների եւ անհետ կորածների ճակատագիրը այն հարցերից է, որը Բորիս Նավասարդյանի խոսքով իրենց քննարկումների օրակարգում է։ Խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրման, ապա շրջափակման գործընթացը արագացնելու, համատեղ տնտեսական ծրագրերի, սահմանամերձ բնակիչների շփումներ նախաձեռնելու կողքին։ Առանց փակագծեր բացելու ասած, նաև համատեղ առաջարկներ են ձևակերպել այս հարցերի շուրջ։ Այն առաջարկությունները, որ մենք մշակել ենք, կարծում եմ կարող են ինչ-որ չափով մտնել նաև պաշտոնական բանակցությունների օրակարգ եւ ինձ համար գոնե հիմնական նպատակը այս հանդիպման դա էր։ Հայ-ադրբեջանական երևանյան հանդիպումը աղմկահարույց էր։ Կլոր սեղանին մասնակցելու էր եկել նաև 2022-ի դեկտեմբերին Լաչինի միջանցքը փակած կինը, որպես քաղաքասարակության ներկայացուցիչ։ Լաչինի միջանցքի փակմանը հետևեց ամիսների շրջափակումը, այնուհետև Արցախի հայաթափումը։ Երևանի եւ Բաքվի պաշտոնյաների աջակցությամբ հանդիպման մասնակիցներից Արեգ Քոչինյանը պնդել էր, կողմերը միմյանց հետ կազմերը չեն քննարկել, ամեն մեկը իր մասնակիցներին է որոշել։ Նաև միջազգային զեկույցներն են փաստում, Ադրբեջանում քաղաքասարակություն չկա, կան իշխանության վերահսկողության տակ գործող հասարակական կազմակերպություններ, իսկ պետությանը հակադիր դիրքորոշումները ճնշվում են։ Նավասարդյանից հետաքրքրվեցի, տեսել է խնդիրների լուծման հետաքրքրություն, թե երևանյան հանդիպումը ձևական էր։ Ինչ վերաբերում է կոնկրետ այդ 10 հոգուն, ապա նրանց միացնող հիմնական հանգամանքը այն է, որ երկուսն էլ կողմնակից են խաղաղության օրակարգին, որը հիմա իրականացվում է։ Այն իրականացման ընթացքում կարող են լինել որոշակի փոփոխություններ, մոդիֆիկացիաներ, մոտեցումների ճշգրտումներ, սակայն ընդհանուր գծերով մենք համաձայնել ենք նրա շուրջ, որ մենք այդ օրակարգին աջակցում ենք։ Ամեն կողմից 5 հոգի է քննարկմանը մասնակցել։ Բաքու մեկնող կազմն էլ ենթադրում էր զրուցակիցս չի փոխվի։ Բայց ասած առաջարկ է եղել, որ երկխոսության մասնակիցների կազմը ընդլայնվի։ Կոնկրետ ոլորտներով զբաղվող կազմակերպությունների մասին խոսեց Նավասարդյանը։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը այսօր նաև լրագրողների փոխադարձ այցի մասին ակնարկեց, երբ պատասխանում էր Երևան եկած ադրբեջանցի լրագրողի հարցին։ Իսկ թե հայաստանցի լրագրողների այցը երբ է ծրագրվում, քանիսի մասին է խոսքը, ինչ միջոցառման շրջանակներում չհստակեցրեց, դառնալով քաղաքասարակության շփմանը։ Բորիս Նավասարդյանը ենթադրում է, ինչպես ադրբեջանցիների դեպքում իրենց այցն էլ Բաքու ուղիղ չվերթով կկազմակերպվի։